Մայիսյան եռատոնի օրը։ Միայն 77-ամյա Արարատ Հակոբյանն էր, որ ներկա էր նաև բացակաների փոխարեն։ Պատերազմի անունն անգամ լսելիս ձեռքերն ակամաբռունցքվում են։ Չենք ցանկանում, մենք որտեսին չենք ցանկանում մեր մանուկները տենան, ինչ-որ մենք տեսրենք։ Կորչի պատերազմը, կեցի խաղաղությունը։ Հայրենականու զոհվածների անվան կողքին նաև Վարդան Գարեգինյանի անունը կա, նա 1942-ին Մոսկվայի պաշտպանության կռիվներում անհետ կորել է։ Ընտանիքի անդամների տևական որոնումներն անարդյունք են եղել, իսկ երբ հույսները վերջնականապես կտրել են, օրերս Ռուսաստանի մայրաքաղաքից նամակ են ստացել, տեղեկացրել են, որ գտնվել է Գարեգինյանի գերեզմանն ու ընտանիքին հրավիրել են Մոսկվա։ Մոսկվայի ազատագրման օրը մեզ պիտի հրավիրեն Մոսկվա։ Ուրախ ենք, ազգանուն դե գրած, կտրածա, անպայման պիտի մենք ենք։ Մինչև Արցախյան պատերազմը առատաշենցիները հայրենականի իրենց գյուղի հուշարձանն ամբողջական էին համարում, բայց ազատամարտին ակտիվ մասնակցեց եւ 5 զոհ տված համայնքում նաեւ նահատակված տղաների հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունն առաջացավ։ Գաղափարը Խաչքարի մեջ մարմնավորելու պատրաստակամությունը ստանձնեց զոհված տղաների համագյուղացին։ Խաչքարը բացեցին նահատակված տղաների ծնողները, որից հետո կատարվեց օծման եւ օրհնության կարգ։ Խաչքարի հարևանությամբ տեղադրված հուշաքարին փորագրված անուններից մեկը Ռաֆիկ Մանուկյանինն է։ 19-ամյա երիտասարդը ապագա օդաչու էր, որն այդպես էլ չհասցրեց իրականացնել երազանքը։ Հայրը Վարդան Մանուկյանը փորձում էր տղայի երազանքների մասին բարձրաձայն խոսել, բայց հուզմունքը թույլ չէր տալիս։ Նրա միակ ցանկությունն էր, որ անխախտ պահենք հայրենի սահմաններն ու պահպանենք այդքան թանկ գնով ձեռք բերած խաղաղությունը։ Հպարտանում եմ իմ տղա եւ բոլոր զոհված ազատամարտիկներով, որոնց շնորհիվ ազատագրվեց Ղարաբաղը, Շուշին եւ այժմ մենք խաղաղ պայմաններում ապրում ենք։ Մայիսյան եռատոնին առատաշենցիները նաև սեղաններ էին բացել եկող գնացողներին հյուրասիրելու համար։ Հայկուշ Ասլանյան, Էդուարդ Չախալյան, Առաջին լրատվական։ Տոնական միջոցառումներ են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական գրեթե բոլոր համայնքներում բազմաթիվ հանրակրթական հաստատություններում։ Մեր հայրենակիցները ծաղիկներ են զետեղել համայնքներում կանգնեցված փառքի հուշարձաններին, մեկ րոպե լռությամբ հարգել մեր հայրենիքի համար մարտնչած եւ իրենց արիանգնով խաղաղություն նվաճած անմահ մարտիկների հիշատակը, մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Գավառի կենտրոնական հրապարակում ներկաներին տոնական բարձր տրամադրություն են պարգևել քաղաքի մշակութային հաստատությունների երաժշտական խմբերը։ Համայնքներում տոնական սեղանների շուրջ մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտի վետերաններին եւ Արցախյան գոյամարտում ընկած մարտիկների ընտանիքներին համայնքների ղեկավարները հանձնել են հուշանվերներ ու դրամական պարգևներ։ Թերևս անցել է 67 տարի, սակայն այդ տարիների հերվից հաղթանակի բերկրանքը նույնքան հուզիչ, թարմ ու տպավորիչ է, հավաստում են ազատամարտի մասնակիցները։ Արոդյան մի օր լուսաբացի տեսեք ձայնա կալին, իս ձայն, այեղ, վայասի տղաներ, ընկանք շտամուկ ձերքի տակ, բլեն, դու մի ասա, մեր ձորքերն են, նայեցինք վերևում շտամալյոտները, տանկերի, ձայները, որ երեք բանակ ուռա բաղավեն, այսես թողում էր հողը ոտի տակ, եկան խարժվեցին կրկապատ, լատ ձեղան գիրարեն, ու առար շարժվեցին։ Այսօր մեր հաղթանակը համարվում է հետագա սերունդների համար որպես մեծ պատմություն։ Դա աստված որպեսզի այս հաղթանակը մենք էլ կռիվ չանենք, հաղթանակը մնա հաղթանակ եւ համերաշխության փոխ կնքեն, որ պատերազմը դադարեցված է։ Մեծ հայրենականին ու Արցախյան գոյամարտին անմնացորդ նվիրումով է մասնակցել նաև Պարտիսյունիքը իր որդիներով ու դուստրերով։ 89-ամյա Այդա Հակոբյանը Սիսյանցի 28 կանանց շարքում էր, որ մեկնեց ռազմի դաշտ։ Մեծ հայրենականի վետերան Տիկին Այդան ծառայել է Բաթումում եւ երեկվա պես հիշում է Յուրի Լևիտանի հնչեղ ձայնը։ Այժմ Տիկին Այդայի միակ ցանկությունը աշխարհի խաղաղությունն է։ Աննա Վետիսյանն է պատմում։ Մեծ հայրենականի վետերան Այդա Հակոբյանի մեդալներով եւ շքանշաններով ծանրացած պիջակն արդեն հաղթանակի խորհրդանիշ է դարձել։ 1945 թվականից մինչ այսօր Տիկին Այդան մայիսի 9-ին բարձր տրամադրությամբ ու երգով է արթնանում։ Թարմանում են պատերազմի հետ կապված լավ ու վատ հիշողությունները։ Պատերազմ էր, բայց ամեն ինչ երգ, երաժշտություն, պար, տանգո, ֆոքստրոտ, վայս։ Հիմա ուզում եք
Բայց կարաս բարես այդ բարեք։ Այսօր թեպետ արդեն 89 տարեկան է, սակայն ինչպես ինքն է նշում, իրեն 25 տարեկանի պես է զգում։ Հպարտությամբ է հիշում, ընդամենը 18 տարեկան էր, թողնելով սկսնակ մանկավարժի իր աշխատանքը, Սիսյանցի 28 կանանց շարքում ինքն էլ ռազմի դաշտ մեկնեց։ Ծառայում էր Բաթումիում, հակաօդային պաշտպանության գնդում, օդային դիտորդ էր։ Խենկել 111, Messerschmitt 110, այդ գերմանական ռմբակոծիչ սամալյոտներն էին։ Ասենք ես պոստում կանգնած եմ։ Ես պատասխանատու եմ 6 ժամ հրացանը ձեռքից եւ սամալյոտի ձայն եմ լսում։ Անպայման ես վրաս հաղորդում եմ գունդ։ Մայիսի 9-ը Տիկին Այդայի համար ամենամեծ տոնն է։ Անակնկալները նաև ծաղիկների տեսքով մատուցվում են վաղ առավոտից սկսած։ Արդեն 67-րդ անգամ նույն բերկրանքն է ապրում, ինչ հաղթանակի լուրը լսելիս։ Հերթապահում էինք եւ հանկարծ լսում ենք Մոսկվայից Լևիտանի ձայնը։ Внимание, внимание, говорит Москва. Сегодня капитуляция Германии. Այդ պահին թե ինչ կատարվեց մեզ հետ, արագ լեյտենանտի դուռն ենք ծիծում։ Товарищ лейтенант, вставайте, войне конец։ Տիկին Այդայի ցանկությունն է թող այլևս պատերազմ չլինի, սակայն մարտական ոգին երբեք հային չպետք է լքի։ Այսօր առավոտից մայիսյան հաղթանակները հաղթական ակորդներ էին հնչեցնում Սիսյանի զորամասում, շնորհավորական խոսքերի հետ եղան նաև պարգևներ, մայիսյան եռատոնը յուրաքանչյուրիս հոգին հպարտությամբ է լցնում, պարտադրում սակայն չքնել հաղթանակի դափնիների վրա, միշտ զգոն լինել, պատրաստ նոր հաղթանակների, նշում է Սիսական գնդի հրամանատարը։ Հաղթանակի ոգին պահել նշանակում է հիշել բոլոր նրանց մասնակիցներին եւ կարողանալ նրանց ունեցած փորձը ներդնել այսօր մեր երիտասարդ մատաղ սերնդի դաստիարակման եւ զինվորների կրթության զինվորական գործին ուսուցանելու մեջ։ Հաղթական քայլերթը շարունակվեց Սիսյանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում։ Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց ինչպես մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Վետերանների նոսրացած շարքերում է Տիկին Այդան, ով 1987 թվականից Սիսյանի վետերանների միության նախագահն է։ Նրա տվյալներով տարածաշրջանից հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 5548 մարդ, նրանցից 2803-ը զոհվել են մարտադաշտում։ Ցավով է փաստում, այսօր հաղթանակի տոնը նշում են ընդամենը 39 սիսյանցի վետերաններ։ Աննա Ավետիսյան, Մանվել Հովսեփյան, Առաջին լրատվական։ Մայիսյան եռատոնը նշվել է նաև Լեհաստանում, Հայաստանի, Արցախի ու Լեհաստանի պետական օրհներքերի հնչյուններով սկսվել են մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները։ Ռիչարդ Լազարսկո անվան համալսարանում ցուցադրվել է Շուշի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տեսաֆիլմ։ Վարշավայում հայոց բերդաքաղաքի վերածննդին նվիրված հոբելյանական հանդիսությունը նախաձեռնել է Լեհաստանի հայ երիտասարդների միությունը։ Հաղթանակի օրվա առիթով շնորհավորանքներ են հնչել Լեհաստանի մայրաքաղաքի տարբեր վայրերում, Վարշավայի խորհրդային զինվորների հիշատակը ավերջացնող հուշահամալիրում, Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այսօր հարգանքի տուրք են մատուցել եւ ծաղիկներ խոնարհել երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին։ Հիշատակի արարողությանը մասնակցել է նաեւ մեր երկրի դեսպանը։ Մոսկվայում կայացել է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձին նվիրված տոնական շքերթը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է 14000 զինվորական։ Բոլոր զինվորականները բացի մեխանիզացված շարասյան մասնակիցներից տողանցել են զորահանդեսային համազգեստով։ Այս շքերթի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է Ռիս անունով զրահամեքենան, որը նախատեսված է Տոպոլ M հրթիռային համակարգի գործարկման կայանին ուղեկցելու համար։ Տոնական քայլերքերը կատարել են 1000-ից ավելի երաժիշտներ։ Շքերթը ղեկավարել է գեներալ գնդապետ Վալերի Գերասիմովը։ Զորահանդեսի պատրաստության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Անատոլի Սերդյուկովը։ Վլադիմիր Պուտինը հորդորել է չմոռանալ, թե ինչպես է ծագել ֆաշիզմը եւ երկրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ չկանգնելու համար բոլորին կոչ է արել հարգել պետությունների ինքնիշխանությունը եւ բոլոր միջազգային նորմերը։ Շքերթի ընթացքում նաև ցուցադրվել են Ռուսաստանի զինանոցի ամենահայտնի պաշտպանական եւ հարձակողական զինատեսակները։ Օդում ուղղաթիռները կրել են նաև Ռուսաստանի դրոշները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 2 տոննա։
Վերադառնանք Երևան մայիսի 9-ին Մայրաքաղաքի Սիրահարների այգում բացվել է մեր ազգերի մեծ հաղթանակը խորագրով ֆոտոցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվել են հայրենական մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ, պաստառներ ու տոնական շուչ հաղորդող գրություններ։ Ցուցահանդեսի նախաձեռնողների նպատակն է նպաստել երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ բարձր պահել հաղթական ոգին ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար։ Հաղթանակը թանգարանների համար չէ, այլ սերունդների, երիտասարդներին պապերի 67 տարի առաջ կատարած հերոսության կադրերը հիշեցնելու նպատակով Մայրաքաղաքային 2 զբոսայգիների ծառերն այսօր փաթաթել էին Գեորգիևյան ժապավենով վրայից փակցրել պատերազմի լուսանկարները։ Ունենք շուրջ 550 ֆոտոներ, որոնք թե բաների տեսքով են ներկայացված, թե պարզապես ժապավենների վրա փակցված են։ Երիտասարդական շարժումն իր այս ակցիայով Սիրահարների այգու նախ տարեց այցելուների աչքերը լցրեց։ Երկրորդ համաշխարհային եղելեց եղբորն ու քեռիներին հիշողությունները բաց վերքի նման նորից ցավեցրին Էմա տատիկի սիրտը։ Նայում եմ ու հիշում եմ պատերազմը, որ սաղ կոտորվեցին։ Երևանի Մայր Հայաստան թանգարանից բացի օրվա ցուցադրությանը Ռոստոտրուդնիչեսվոյի աջակցությամբ ներկայացվել էին նաև Մոսկվայի հաղթանակի թանգարանի արխիվից ուղարկված ֆոտոներ, նյութեր, առանձին պաստառներով Բրեստի, Ստալինգրադի ճակատամարտերն էին, Լենինգրադի շրջափակումն ու Մոսկվայի պաշտպանությունը, եւ իհարկե ֆաշիզմի դեմ պատերազմում հայերի մասնակցության ստենդը Մարշալ Բաղրամյանի եւ Ծովակալ Իսակովի գլխավորությամբ։ Վկլադ արմյանского народа։ Հայերի խիզախ ներդրումը շատ մեծ է, պատահական չէ, որ հայ ազգը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի համար տվել է Սովետական միության 114 հերոս, 5 մարշալ, հարյուրավոր գեներալներ։ Հիշում եմ, անընդհատ կրկնում էր լուսանկարների շարքից համառորեն չհեռացող պապիկը։ 47-րդ ավիացիոն գնդում ինքը Ռիգայում էր 44-ի աշնանը։ Առավոտյան կյանքի բոլոր մայիսինների պես նախաճաշը գրպանը դրեց ու տնից դուրս եկավ ճակատային հիշողությունները փնտրելու։ Ֆրոնտի նկարներն ու նամակներն էլ չկան, մնացել են ծննդավայր Չարդախլույում։ Իմ ամբողջ ռազմական այդ փաստաթղթերը մնաց Շամխոր թուրքերես վերջերս որ գրավեցին, ամեն ինչ մնաց այնտեղ։ Մի հատ նկար ունեմ զինվորական, այն էլ հետս եմ Մարտական ընկերներին լուսանկարներում էլ չգտավ, կշարունակի փնտրել հաղթանակի թարմացրած հիշողություն։ Արմեն Անդրեասյան, առաջին լրատվական։ Տոնական այսօրվա ընթացքում մեր տեսախցիկները որսացել են բազմաթիվ ուրախ դրվագներ, որոնց մասնակիցներին միավորում է հաղթանակի բերկրանքը։ Բայց բոլորի հոգիներում ու աչքերին նաև մի քիչ թախից կա, այն կորուստների համար, որ մենք ունեցանք այդ հաղթանակներն ունենալու համար։ Ինչպես յուրաքանչյուր ազգ, այնպես էլ մեր ժողովուրդն ունի իր բնորանում ստեղծագործ աշխատանքով զարգանալու իրավունքը եւ այսօրվա խորհուրդը հենց այդ պատգամի վկայությունն է։ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք այս եռամիասնությամբ մենք դեռ շատ նպատակներ են կյանքի կոչելու ու ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Շնորհավոր մայիսի 9-ը։ Կեցցեն հայկական Շուշին ու հայոց բանակը։ Հավասարությունը դեպի կենտրոն։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ Շուշի ազատագրման եւ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձերի կապակցությամբ Ավանդած երկիրը մեզ զավակներին կժարակենք Մեր սրերը միշտ